Սիրելիս, դու հավատում ես, որ մարդը առաջացել է կապիկից, կամ այն ինչ որ մենք տեսնում ենք, այս գեղեցիկ բնությունը, աշխարհը, մարդկությունը, տիեզերքը, ամեն բան առաջացել է մի պատահական պայթյունի միջոցով։ Կամ կյանքը առաջացել է իրան պատահականության սկզբունքով, բարեբախտաբար եւ զարգանալով հասել է այսօրվա կարգավիճակին։ Սիրելիս, եթե դու չես հավատում նման հիմարությունների փառք Աստծո, իսկ ինչ է ասում Աստվածաշունչը այդ կապակցությամբ։ Աստվածաշունչը ասում է, որ սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերի եւ իր նմանության պես։ Ես եւ դու Աստծո պատկերի, Աստծո նմանությամբ ենք ստեղծված, սիրելիս։ Մենք տարբերվում ենք ամբողջ կենդանական աշխարհից, բոլոր կենդանիներից։ Մենք փառավոր ենք ստեղծված։ Մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Դրա համար մարդը այսօր խոսում է։ Դրա համար մարդը այսօր գրում է, մարդը կարդում է, մարդը ստեղծագործում է, բանաստեղծություններ, երաժշտություններ, մեքենաներ, հեռախոսներ եւ տարբեր բաներ, սիրելիներ։ Մենք տարբերվում ենք, մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Դա շատ փառավոր է, դա շատ հիանալի է, բայց նաեւ ունի իր մեջ մեծ պատասխանատվություն։ Սիրելիս, ինձ եւ քեզ Աստված ստեղծելով իր պատկերի եւ նմանության պես կամք է տվել եւ ես եւ դու այսօր ընտրում ենք ինչ պետք է անենք եւ ինչ պետք է չանենք։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդկանց պետք է դատի ըստ իրանց գործերի, որ ամեն դատարկ խոսքի համար մարդը պատասխան է տալու, սիրելիս։ Ինչու է սատանան ուզում համոզել մարդկությանը, ինձ ու քեզ, որ ես եւ դու կապիկից ենք առաջացել, որպեսզի մեր մեջ սպանի այն հավատքը, որ երկնքից տրված է մեր մեջ, որպեսզի մեզ հեռացնի Աստծուց, որպեսզի մեզ նսեմացնի, բերի հավասարացնի կենդանական աշխարհին, որ դու մտածես, որ դու ընդամենը մի կենդանի ես, ուղղակի զարգացած կենդանի ես, որ դու այսօր ապրես նմանվես կենդանիներին, որ դու ապրես այս սկզբունքով, որ ինչ որ բնական է, այն էլ բարոյական է։ Սիրելիս, դա սատանայի ստությունն է։ Աստված ինձ ու քեզ ստեղծել է իր պատկերի եւ նմանությամբ։ Եվ ես եւ դու չենք ստեղծվել անառակության համար։ Աստված ինձ ու քեզ չի ստեղծել անառակության համար, խաղամոլության համար, կեղտոտությունների համար, շատ փող աշխատելու համար։ Ամեն պղծության, ամեն անմաքրության համար Աստված ինձ ու քեզ ստեղծել է արդարության համար, սրբության համար, սիրո համար։ Աստված մեզ ստեղծել է, որ մենք ճանաչենք իրան, որ մենք նմանվենք իրան, որ մենք սովորենք իրանից։ Աստված մեզ ստեղծել է հավիտենական կյանքի համար եւ երկրային արքայության համար։ Սիրելիս, մի հավատա ստություններին սատանայի։ Աստված քեզ եւ ինձ ստեղծել է իր պատկերի, իր նմանության պես։ Հավատա Աստվածաշնչին, հավատա Հիսուս Քրիստոսին, ճանաչիր Աստծուն, նմանվիր Աստծուն, Աստված թող օրհնի քեզ։